Լավ, պարոն Մուրադի, թիմը, որի ցուցակում դուք հիմա ընդգրկված եք, մեկ անգամ ընտրողներից մանդատ ստացել է ժամանակին 21 թվականին խոստմամբ, որ գալիս են իշխանությանը հեռացնելու, ասում են այլ օրակարգ չունեն, քան դա է։ Անցել են տարիները, իրենք աշխատել են խորհրդարանում, երբեմն իրենց օրակարգով, երբեմն իշխանության առաջ քաշած օրակարգով, նայած ով ոնց կգնահատի, բայց իրենք իրենց խոստումը իրենց ընտրողներին, որի համար մանդատ էին ստացել, չեն իրականացրել։ Հիմա դուք այն խոստումը, որ պիտի իշխանությանը հեռացնեն, որովհետև դա իրենց միակ օրակարգն էր ազգային ժողով գնալու։ Հիմա դուք այդ թիմի հետ եք վստահություն ունեք, որ այս անգամ էլ այն խոստումները, որոնք կկտրվեն, կիրականացվեն եւ չիրականացվելու դեպքում դուք չի ստացվի, որ մարդկանց վստահությունն եք չարաշահում։ Չէ, իհարկե չի ստացվի, որովհետեւ ցանկացած խոստման ապահովում կարևոր է մասնակցայնությունը, թե մարդիկ որքանով են դրան մասնակցել։ Այս դեպքում եթե ընտրության տվյալներն ենք վերցնում, հա, քաղաքացիները մեզ վստահել են 280,000 եւ ավելի քաղաքացի եւ Հայաստան դաշինքը ամեն բան արել է, որ ընթացքը այսպեսին չլինի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, բայց մյուս կողմից գիտեք, մարդիկ պիտի որոշեն մենք որ ճանապարհով են գնալու։ Եվ այդ որ ասում են իշխանությանը հեռացնելու, այս մարդիկ մանդատը տվել են ձեզ, դուք ասում եք սա, մարդիկ 21-ին մանդատը տվեցին, այն թիմի, որի հետ դուք գրում եք, այն ժամանակ թիմի հետ չէիք, եթե ես չեմ սխալվում, բայց խոստումը չեն իրականացրել։ Մարդիկ են մեղավոր, որ ընդդիմությունը չի իրականացրել խոստումը։ 21% եւ մի փոքր ավելի Հայաստան դաշինքին եւ Հայաստան դաշինքը իր ստացած 21%-ի շրջանակներում իրացրել է խորհրդարանական պետության սահմաններում տրված հնարավորություններ իրացրել է։ Այո, իշխանությանը չենք հեռացրել եւ սա մեր գլխավոր խնդիրն է եւ հիմա փաստորեն կա հնարավորություն իշխանությանը հեռացնելու։ Կա հնարավորություն մի քանի ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ եւ այդ գործընթացը գնում է, այսինքն տարբեր ուժեր իրենց ծրագրերը ներկայացնում են եւ ես կարծում եմ այս ընտրություններին կա լիարժեք հնարավորություն իշխանություններին հեռացնել,